Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօրվա մեր քննարկումը կսկսենք մի կարևոր իրադարձությունից, որը տեղի կունենա վաղը Օմանի մայրաքաղաք Մասքաթում, որտեղ ամերիկյան եւ իրանական պատվիրակությունները, բարձրաստիճան պատվիրակությունները ուղիղ հանդիպում այնուամենայնիվ կանցկացնեն։ Ներկայումս ամենաշատը ինչի մասին որ խոսվում է, ինչպես ասում են, $1 միլիոն հարցն այն է, թե ինչով այս ամենը կավարտվի։ Պարզ է, այսպես օպցիաների շատ մեծ բազմազանություն չկա։ Երկուսն են, կամ կավարտվի գործարքով, կամ կսկսի պատերազմ։ Պատերազմի սցենարը իհարկե չափազանց անկանխատեսել է, երբ խոսքը գնում է Իրանի մասին, մի պատերազմ, որում ներգրաված կլինեն թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը ի սկզբանե, բայց շատ կարճ ժամանակ անց այդտեղ տասնյակ երկրներ անկախ իրենց կամքից ուղղակի կներքաշվեն այդ պատերազմի մեջ, ուրիշ բան չէ, միայն օդային տարածքը իրենց երբ օգտագործվի այս կամ այն կողմից որպես ինչ-որ հրթիռների, այսպես ասենք, տարանցման ինչ-որ մի տարածք։ Եվ այդ ամենը հակառակ կողմի հակազդեցությունը կառաջացնի եւ կգան արդեն թիրախային հարվածներ այդ երկրի ուղղությամբ։ Սա որևէ մեկին ձեռնտու չէ, որովհետեւ առաջին հերթին Միացյալ Նահանգներին, որովհետև նախագահ Թրամփը ձգտում է նավթի գների անկման եւ բոլոր տենդենսները տանում են դեպի նավթի գների անկում։ Մի բան կա, որը կարող է այդ անկումը կասեցնել, դա իհարկե պատերազմն է Պարսից ծոցում։ Այս ամենը, եթե մենք մեր երևանյան այսպես բասկաթոռներից, այսպես ասենք, հասկանում են նաև Սպիտակ տանը, հասկանում են նաև Թեհրանում, հասկանում են նաև Երուսաղեմում։ Բնում են բանակցություններ։ Բանակցություններն էլ հետևյալն է, այսպես բազան այն է, որ Թրամփը ձգտում է գործարքի, բայց Թրամփն ասում է, որ դա լինելու է ավելի լավ գործարք, քան 2015 թվականինը։ 2015 թվականինը վերաբերվում էր բացառապես միջուկային ծրագրին, այսինքն Իրանի միջուկային հետազոտությունները, միջուկային նյութերի հետ աշխատանքները դրվում են միջազգային հսկողության տակ, սահմանափակվում է ինչ-որ մի շեմով, հարստացման, եւ դրանով իսկ համարվում է, որ կա երաշխիք, որ միջուկային զենք Իրանը չի ստեղծի։ Սակայն այստեղ մնում են այլ հարցեր եւս, եւ այդ մասին արևմտյան մամուլն է գրում, որ հարց է բարձրացվում այդ թշնամանքը Իսրայելի եւ Իրանի միջև պետք է դադարեցվի, իրանական պրոքսիները պետք է արձակվեն Մերձավոր Արևելքում, իսլամական հեղափոխության կորպուսը պետք է ցրվի, այդպես են գրում այնտեղ, եւ իհարկե Իրանն էլ իր կողմից է պահանջում պատժամիջոցների վերացում եւ վերադարձ միջազգային տնտեսություն, համաշխարհային տնտեսություն, միջազգային հարաբերություններ առանց որևէ սահմանափակումների։ Սրանք մեկ հանդիպումով լուծվող հարցեր չեն։ Եվ իրանական դիվանագիտությունը իրեն բնորոշ ճկունությամբ առաջարկում է փուլային ընթացք, առաջին փուլով սահմանափակ գործարք մի կարևոր հարցի, այսպես հրատապ հարցի հետ կապված, որն է միջուկային հարցը, որից հետո պատրաստակամություն է հայտնում այլ հարցերը եւս քննարկել։
Սակայն ավելի, այսպես ասենք, բարձր աստիճանի վստահության մթնոլորտում։ Որքան է այս ամենը իրատեսական, ովքեր են սրա շահառուները, ովքեր են հակառակի շահառուները, ովքեր են օգնում եւ ովքեր են խանգարում։ Բավականին ուշագրավ պրոցեսներ են գնում նաեւ Իրանի ներսում։ New York Times-ն է քիչ առաջ հրապարակումով հանդես եկել, ըստ որի Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն է համոզել Գերագույն առաջնորդին այնուամենայնիվ գնալ հենց այս ձևով, այս ձևաչափով բանակցությունների, այն է ուղիղ բանակցությունների, չնայած ասում են մենք ուղիղին դեմ ենք, սկզբից ընդհանրապես դեմ ենք, հետո ուղիղ բանակցություններին դեմ ենք, հիմա ընթանում են պետք է ընթանան ուղիղ բանակցություններ։ Նաև Այաթոլլա Ալի Խամենեին իրեն խորհրդականներ է նշանակել փորձված քաղաքական գործիչների ժամանակին բարձր պաշտոններ զբաղեցրած, օրինակ Լարիջանիին նշանակել է իրեն խորհրդական։ Փորձենք հասկանալ այս process-ը, այս համայնապատկերի մեջ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պարլամենտի նախկին անդամ Ռոբերտ Բեգլարյանը, բարով եք եկել պարոն Բեգլարյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Բեգլարյան, դուք Հայաստանում եք, բայց Իրանում եւ Իրանի շուրջ այս իրադարձությունները ձեր ուշադրության կենտրոնում են եւ ձեր իմացությունն էլ հաշվի առնելով դա ձեզ օժտում է ունակություններով նաև կարդալ այդ տեղեկատվությունների այդ տողատակերը ինչ եք տեսնում այս ամենը։ Շնորհակալ եմ վերստին, դուք ձեր խոսքի սկզբում ինչպես ընդգծեցիք եւ այսպես որակեցիք $1 միլիոն հարցը, թե այն էր, որ ինչպես այս ամենը կավարտվի, բայց կարծում եմ հենց այդպես, որ դուք բնութագրեցիք, այսինքն ինչպես է այս ամենը սկսվում արդեն, այսինքն դեռ ես ինձ թվում է շատ շուտ կլինի եզրահանգումներ անելը, իհարկե տեսակետ կան, որ նկատի առնելով Թրամփի գործելավոճը, արտահայտության այսպես ձևերը, որ ունեցել է եւ այն աշխարհաքաղաքական հապճեպ իրավիճակը, որ տիրում է թե գլոբալ առումով, թե տարածաշրջանում, ընդհանուր առմամբ Թրամփի վարչակարգը եւ ինքն անձամբ կփորձի, որ ինչքան կարելի է շուտ ինչ-որ եզրակացման հասնել, եզրահանգման հասնել, ասենք համաձայնության ձևով։ Այո։ Եվ իմաստնավորի առայն, որ ինքը հենց գրած նամակի ընթացքում կամ հետագա խոսքերում ասա, որ 2 ամիս ժամ է տվել իրանցիներին, հետևաբար կարող է ինչ-որ շտապողականություն լինի։ Բայց նաև իրանական կողմը, եթե միշտ խուսափել է հատկապես նկատի ունենալով Թրամփի, ասացինք իր գործելավոճից, եւ հատկապես այն, որ հենց ժամանակին 2017-ին Թրամփը այսպես միջուկային համաձայնագրից ինքը հրաժարվեց, մեկ խոսքով երաշխիք ոչինչ չկա, որ թե Իրանի հետ ինչպես կվերաբերվի կամ ինչ խոստումներ ինչպես կգործադրվի։ Հատկապես մյուս մտահոգություն կա շատերի մոտ, թե այս բանակցությունների ընթացքին արդյոք Իսրայելը ինչ-որ այսպես չարաճճիություններով հանդես կգա տարածաշրջանում եւ հարվածելով Իրանին կամ Իրանին մոտիկ այսպես ուժերին, որ պարտավորացնի Իրանը պատասխանել կամ բանակցությունները կիսատ թողնել եւ այլ։ Ամենայն դեպս կարծում եմ տեղեկությունների համաձայն, ինչպես դուք էլ նշեցիք, 3 առանցքային թեմա կլինի բանակցությունների առարկան։ Նախ գուցե սկզբում այն լինի, որ բանակցությունները ինչ ֆորմատով պետք է շարունակվի։ Եվ արդյոք ամենայն դեպս մեր հեռուստադիտողներին հայտնենք, որ ամերիկյան կողմից դա լինելու է միջին մերձավոր արևելքում հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտքոֆը, իսկ իրանական կողմից արտգործնախարար Աբբաս Արաղչի։
Իհարկե դեռ հստակ կարծում եմ իրանական կողմից մասնակցող անհատ կամ անհատների անունները չի հրապարակվել, այսպես վարկածներ արտահայտվում են, նորմալ է որ պետք է առողջին լինի, դա ձեր ասածը ճիշտ է, բայց ուրեմն առաջի քայլը հավանաբար կլինի բանակցությունների հետագա ֆորմատի ճշտելը, միթե այն որ ինչ որ նախնական համաձայնության որ ինչ որ թեմայի շուրջ ենթադրենք ինչ որ քայլեր ատոմական հարստացման վերաբերյալ Իրանը հետ նահանջի կամ քանի այսպես սանկցիաների հարցով ինչ որ կանաչ ճրակ ցույց Թրամփի վարչակարգը Իրանին որ մի քիչ գուցե հերու լինի, քանի որ հենց անմիջապես այդ հայտարարություններից հետո էլ խոսվեց նոր վերստին սանկցիաների մասին, եվրոպացիները նույնպես արեցին եւ հայտարարեցին, որ հունիսին ձեռնամուխ կլիներ այդ snapback-ի այսպես process-ը սկսելուց, սրանք գուցե ամեն մեկը նաև այդ լծակները լինեն, որ փորձում են Իրանին մեկ խոսքով հարթակում այնպես ձևակերպում տան, որ պարտավորվի համաձայնությունների գալ։ Այս բոլորը սցենարները կարելի է կանխատեսել։ Բայց ուրեմն երեք հիմնական թեմա կլինի՝ ատոմային արխիվի խնդիրը, տարածաշրջանի Իրանի այսպես մոտիկ ուժերի կամ Իրանի այսպես խոսույթային դերակատարությունը միջամտությունները եւ երրորդը հրթիռային Իրանի այսպես շինարարությունը եւ ռազմական այո տեխնոլոգիաներ եւ ծրագիր։ Այս երեքը ինչպես որ նախկինում էլ հայտարարվել էր խոսվի մասին հավանաբար, բայց ես կարծում եմ որ գուցե ելնելով այդ բոլոր գլոբալ հարցերից, որ բոլորս տեղյակ ենք, թե Իրանի ներսում, թե Իրանից դուրս, իմասնավորի ուրանի հարստացման հարցով Իրանը մեծ իմաստությամբ համաձայն քայլերը կվերցնի, դրական քայլեր գուցե ցույց տա, ինչպես որ ինքն հայտարարել է Իրանը։ Հիմա հարցը հետևյալն է, թե Թրամփը ոնց կմոտենա, քանի որ տեսանք, որ նույնիսկ Նաթանյահուն արտահայտվեց, որ այնինչ որ ցանկալի է Լիբիայի ֆորմատն է, որը կարծում եմ որ 100%-ով Իրանը կմերժի այդ ձևով, եւ հնարավոր էլ չի։ Երկրորդը այն, որ այս տարածաշրջանային ուժերի հարցն է, եւ Իրանի դերակատարությունը եւ համագործակցությունը, այս երկու թեման կարծում եմ ինչ որ չափով ըստ հնարավորի եւ ըստ այն ձևաչափի, որ Թրամփը կառաջարկի սանկցիաների հարցով վերաբերվի Իրանի հետ, ինձ թվում է կարող են բանակցությունների թեմա լինեն։ Այստեղ երրորդ հարցը հրթիռների խնդիրն է, որ կարծում եմ նկատի ունենալով Իրանի պաշտպանվածության անհրաժեշտությունը եւ տարածաշրջանի իր դերակատարությունը մեծ իմաստով կարծում եմ որ չի կարող բանակցության առարկա դառնալ Իրանի կողմից։ Հիմա տեսնենք ընթացքը ոնց կստի։ Այդ հարցով չի էլ բանակցի, դա նկատի ունի։ Ես շատ դժվար եմ տեսնում, ասենք հրթիռների հարցով շատ դժվար եմ տեսնում, բայց մյուս երկուսը գուցե ըստ պայմանների ճկունություններ ցույց տա Իրանը, որովհետև ի վերջո գուցե իր հետագա դերակատարությունը տարածաշրջանում եւ այդ համապատասխան դոկտրինների ճշտման հոլովույթում գուցե Իրանը այդ ճկունությունը ցույց տա։ Բայց նաև այդ մտահոգությունը ես վստահ եմ որ արևմուտքի կողմից կլինի թե բանակցող կողմը եւ իրանական դեմքերը որ դեմ հանդիման կգան կփորձեն իսկապես այնպես իրեն ցույց տալ որ համապատասխան լիազորություններով երկրի ոգևոր առաջնորդի կողմից արդեն ներկա են որ դրական քայլեր թե կփորձեն ժամանակ շահել եւ այդ ձևաչափով հանդես գալ որ դա կարծում եմ արդեն խրթինացնի բանակցությունների գործընթացը։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շամխանին հայտարարեց, որ Աբբաս Արաղչին օժտված է ամենաբարձր լիազորությամբ։ Նախկին քարտուղար Շամխան։ Նախկին, այո։ Ի վերջո Արաղչի վրա իսկապես հանդեպ վստահություն կա, բարեբախտաբար այդ կա, եւ ինքը նաեւ չունի այն կողմնակի այսպես զգայունությունները, որ Զարիֆի վերաբերյալ ծայրահեղականները ունեին, թեպետ հենց կան մարդիկ էլ հենց հիմա քննադատում են արտաքին գործոց նախարարության ընդհանուր համակարգը եւ ինքը Արաղչին եւ այսպես ռադիկալներ, որ նույնիսկ այդպես վերագրում են որ վերստին երկրի առաջնորդին չգիտեմ համոզել են կամ պարտադրել են իհարկե սրանք ես կարծում եմ ոչ մեկը չի իրականությանը չի համապատասխանում անշուշտ այս կիրառած գործընթացը միանշանակ երկրի ոգևոր առաջնորդի հաստատումը որ տեղի է ունենում։
Պարոն Բեգլարյան, մի հարց ևս։ Հայաստանը եւ Իրանը, որ այս մի յուրահատուկ ձևաչափով զորավարժություններ են անցկացնում, ըստ սցենարի զորավարժությունների, դա ահաբեկչական ուրեմն զորավարժություններ են, ընդ որում Հայաստանի զինված ուժերը գործում են Հայաստանի տարածքում, Իրանի զինված ուժերը Իրանի տարածքում եւ այսպես զորավարժությունների գոտի է հայ-իրանական սահմանը եւ հարակից տարածքները, հա, դգոնե հաղորդագրություններն այդպես են անում, որ իբր մի հիպոթետիկ տերորիստական խմբավորում այդտեղ ներթափանցել է եւ երկու երկրների զինված ուժեր պայքարում են այդ տերորիստների դեմ եւ վերացնում նրանց։ Սա է լեգենդը, սա է, հա, ինչպես ասում են։ Հիմա այս ամենը իր մեջ հստակ ուղերձ է պարունակում թե Ադրբեջանին, թե Ռուսաստանին։ Նրանք ոչ միայն առանձին, այլև իրար հետ եւ կոորդինացված, հա, այսպես ասենք, կացին են սրում կապված այդ այսպես կոչված միջանցքի հետ։ Չնայած իրենք իրենց այսպես չքմեղանալով, հա, ասում են, չէ, ինչ միջանցք, ինչ բան, բայց սկսում են հենց տարերը նշել, արդյունքում ստացվում է միջանցք։ Սա ուղերձեր նաև հենց դրա հետ կապված։ Բացի դրանից, ինչ եք կարծում, այս Իրան-ամերիկյան բանակցությունների եւ Իրանի շուրջ այս իրավիճակի համատեքստում սա տեղավորվում է, թե սա կարելի է միայն այսպես մեր տարածաշրջանին վերաբերվող իրադարձություն համարել, հա։ Թե ավելի մեծ ընդգրկում այդ որ հարցնում եք այդ համատեքստում տեղավորվում է թե չէ, այսինքն կարծում եք որ ԱՄՆ-ի այսպես համաձայնությամբ է եղել նման այնուամենայնիվ ես հիմքեր ունեմ մտածելու որ պաշտոնական Երևանը հաղորդակցել է այս հարցը թե եվրոպացիների թե ամերիկացիների հետ Դա իհարկե ես չեմ բացառում, բայց նաև նկատի ունենանք իմ տեղեկությունների համաձայն իմը դուք եթե սխալվում եմ ճշտեք ինձի, այս զորավարժության այսպես կատարման ծրագիրը շատ միանգամից հայտարարվեց։ Եվ ինձ թվում է սա այսպես նախընթաց չի ունեցել այսպես զորավարժությունների մասին անմիջապես հայտարարվի եւ մյուս օրը արդեն սկսվի։ Այսինքն նշանակում է կամ շատ այսպես խորհրդապահական է կազմակերպչական գործերը կատարվել կամ շատ հրատապ է եղել։ Իհարկե այդ ձևաչափն էլ որ դուք ասացիք որ դա էլ ինքը նորություն է այդ ձևաչափը որ երկու երկիրը սա գուցե դա այդ հրատապությունից է բխել գուցե դրանից է բխել, բայց նաև ես այդ բովանդակությունը, որ հակա այսպես տերորիստական ահաբեկչական խումբերն է հայտարարվել շեշտակի, դա մյուս կողմից գուցե այն է, որ հետաքրքրվող երկրներին, ասենք հատկապես հիմա Ռուսաստանին կամ Ամերիկային, ինչ որ զգայունություններ չառաջացրել, որ ենթադրենք այս զորավարժությունները բանակային համակարգերի դեմ հանդիման է, բայց մյուս կողմից գուցե նաև պատկանում է Ադրբեջանին, որ մենք արդեն հստակ գիտենք, որ դուք 2020 պատերազմին հիմնականում ինչքանով եք օգտվել ահաբեկչական ուժերից, եւ որ հիմա էլ հատկապես այդ հարցը Չէ, դե հասկանալի է, եթե խոսքա գնում տերորիստների դեմ պայքարի մասին, խոսքը Սոմալիի տերորիստների մասին չի, էլի, չէ՞։ Հետևաբար սրանք բոլորը մտածել է տալիս, բայց ես կարծում եմ Իրան-Հայաստան հարաբերությունները, ինչպես միշտ էլ ասել ենք, ունի իր բացադրված անհրաժեշտությունը եւ այն ձևը, որը պարզ է հատկապես արևմուտքի եւ մասնավորի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ ես չեմ կարծում նրանց համար մտահոգությունը առաջացնի ինչու՞ չէ նաև Իրանի համար։ Միթե, ասենք Իրանի համար այն ծայրահեղ պարագայում, եթե ինչ-որ արևմտյան երկրի ենթադրենք զինուժ Հայաստանի հողի վրա լինի եւ սպառնալիքներ կարողանա պարունակի իր մեջ, դա արդեն բնականաբար Իրանի համար ուրիշ զգայունություններ կարող առաջացնել, որ մենք չունենք առաջվա նման
այդպես ոչ տեղեկություն կա, ոչ նշույլներն է երևում, ոչ ցանկությունները կա վստահ եմ Հայաստանի կողմից։ Հետևաբար կարծում եմ հարցի մյուս կողմն էլ կա, որ եթե Իրանի այս բանակցությունները նաև ինչ-որ դրական ընթացք ունենա, ես չեմ հերու տեսնում, որ ամենայն դեպս Իրանը ավելի գործնական ուշադրություն պիտի դարձնի դեպի Կովկաս եւ իմաստնավորի Հայաստանի հետ իր հարաբերությունները։ Իհարկե գիտեմ, որ Միջին Արևելքի հատուկ կարևորություն ունի Իրանի համար եւ Իրանի աշխարհագրությունը չի ներում, որ Իրանը կարողանա այդպես անտեսի բնականաբար, բայց այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Միջին Արևելքում կամ մեծ Միջին Արևելքում, ինձ թվում է, որ գուցե ինչ-որ նշույլներ լինի նշմարել, թե ինչպես ենք խոսացել, որ ի վերջո Իրանի համար պետք է Հայաստանի եւ Կովկասի կարևորությունը, ինչպես որ 2020-ից հետո պարտադրված պայմանների բերմամբ ավելի կարևոր դարձավ, հետագայում էլ պետք է ունենա իր կարևորությունը։ Պարոն Բեգլարյան, այո, մերձավոր Արևելք, այո, Կովկաս, բայց Իրանը, այսպես ասենք, իր այդ կենտրոնական դիրքը պատմականորեն, որ միշտ ունեցել է, հա, դա նաև որոշակի, այսպես ընկալումները ավանդաբար ձևավորել իրանական դիվանագիտության եւ քաղաքական մտածողության մեջ, ինչը միանգամայն հասկանալի է։ Եվ հենց այդ տրամաբանության մեջ, տեսեք, Իրանի մյուս հարևան տարածաշրջանում, որն է կենտրոնական Ասիան, տեղի ունեցավ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի Սամարղանդում, Ուզբեկստանում, եւ այնտեղ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որ ըստ էության միջազգային իրավունքին վերաբերող հարցերում ռազմավարական գործընկերություն հաստատելու պատրաստակամությամբ Կենտրոնական Ասիայի երկրները ավելի շատ համերաշխային հենց եվրոպական մոտեցումների հետ, բայց ոչ Թուրքիայի։ Նույնիսկ ընդհանուր մինչև այն, որ համատեղ հռչակագրում դատապարտեցին Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոսի Զավթումը, ինչը շոկ էր առաջացրել եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Հիմա Եվրամիությունը տրանսկասպյան հաղորդակցությունների համար 10 միլիարդ եվրո առաջին այսպես ներդրումն է մտադիր իրականացնելու, բայց սա վերջինը չի լինելու, սա զարգանալու է։ Հիմա դիտարկվում է, որ այդ միջին միջանցքը պետք է անցնի հենց Ադրբեջանով։ Իրանում սա այսպես ասենք վերաբերմունքի արժանանում է սա։ Իրանը ինչ-որ հետաքրքրություն չի ցուցաբերում սրա։ Դժբախտաբար անցած տասնամյակի իրադարձությունները այնպես է ձևակերպել կամ ճշտվել, որը մեծի մասամբ Իրանը հեռու է մնացել այդ միջանցքներից եւ արդեն Իրանում էլ խոսվում է այդ մասին։ Նաեւ ինձ թվում այս բոլոր քաղաքական հավանական չեմ կարող ասեմ ինչքան տոկոսով վստահ լինենք, բայց հավանական փարադայմի փոփոխությունները Իրանի հարցով, որը պետք է ներսից էլ բխի, գուցե այդ ուղղությամբ պետք է լինի նաև, որովհետև Իրանի զարգացումը բավականին այսպես դանդաղել է եւ ոչում համար թաքուն չէ, որ Իրանի հետագա զարգացումը առանց տրանզիտ եւ այսպես տարանցիկ ճանապարհների, միջանցքների, թե էներգետիկ, թե ապրանքաշրջանառությանը ավելի բարդ կլինի։ Նախկինում էլ խոսացել ենք, որ թե ինչեր է կատարվում տարածաշրջանում, Իրաքում, Սաուդական Արաբիայում եւ այլ։ Բայց հիմա այդ համաժողով, որ դուք ասում եք, բնականաբար սա արդեն նոր ֆորմատ է ձևակերպում, իմաստնավորի, որ վստահ ստեղ Եվրոպան նկատի ունի Չինաստանի հետագա դերակատարությունը եւ ներկա դերակատարությունը ինչու՞ չէ Միջին Ասիայում եւ Միջին Ասիայի երկրները, քանի որ գիտեն, որ
իրենք մեծի մասամբ ծովին ճանապարհ չունեն եւ հետագա իրեն զարգացման process-ները չի կարող միայն այդ շղթան իրան կարող են շղթայի կարևոր օղակ լինեն այսպես Չինաստանը միացնեն Եվրոպային հիմա այստեղ այդ որ Ադրբեջանի միջոցով նման միջանցքներ են անցնում դա ինձ թվում է նորություն չի հարցը մնում է որ Իրանը իր հետագա եւ ներկա իշխույցի քաղաքական եւ աշխարհագրական ծրագրավորումներում ինչպես է կարող դրան չեզոք հասնել բնականաբար պետք է ինձ թվում է Հայաստանը կարևոր լինի իմաստնավորի հյուսիս հարավի հարցով բայց այդտեղ հիմա նաև խնդիրը այդ է որ Հայաստանը իր հետագա զարգացումը եթե այսպես ասենք Եվրոմիության ինչպես խոսվում է մասին հիմա գիտենք որ շատ երկար process է վստահել եմ Իրանում էլ այդպես են գնահատական տալիս եւ ինչ որ առումով գուցե դա Հայաստանի ներքին սպառման process-ներ են տեսնում ես կարծում եմ բայց դա մեկ իրականություն է բայց ամենայն դեպս արևելք արևմուտքի միջանցքները շատ կարևոր են Հիմա այստեղ վերստին զարգանում է մեր մոտ թե այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք այստեղ ինչ դեր ունի կամ կարող է սցենարների մեջ Իրանը նկատի առնի թե չէ այս պահին գուցե չէ որտեղ մենք Իրանի կարմիր գծերը գիտենք ոնց է բայց տնտեսական զարգացման հետագա process-ներում ինձ թվում է ամեն ինչ անկանխատեսելի է եւ վերստին վերադառնալով ձեր հարցին կարծում եմ որ Իրանում նման թեմաներով սկսել են ավելի լուրջ սպառվելը, բայց խնդիրը այդ է, որ գործնական հանգրվանների թևակողերը թե մեծ ներդրումների կարիք ունի եւ թե ինձ թվում է առանցի արևմուտքի հետ համաձայնագրերի եւ ինչ որ համահավասար եւ ընդունված ձևաչափների դա հնարավոր չի լինի, ինչպես որ դուք արդեն ասացիք Եվրոպայի պես դերակատարությունը կամ այն կշիռը, որ իր փափուկ ուժով արդեն Եվրոպան հանդես եկավ, որ Միջին Ասիայի այդ երկրները դատապարտեցին ենթադրենք, ասենք, Հյուսիսային Կիպրոսի կրավում ու Թուրքիայի։ Սրանք բոլորը կարևոր գործոններ են, որ պիտի Իրանում նկատի առնվի անշուշտ։ Ինչ շատ շնորհակալ եմ, պարոն Բեգլարյան, չափազանց կարևոր այս նկատառումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Բարին ձեզ։ Մենք լսեցինք մեր գործընկերոջը Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին падգամավոր Ռոբերտ Բեգլարյանին իր դիտարկումները կապված Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։